Հիմնական ու ժամանակավոր ցուցադրություններ, երաժշտական մաս, ընթերցումներ, ինտերակտիվ խաղեր ու հերթեր, մինչև ուշ երեկո, մեկ բառով թանգարանային գիշեր։ Այս տարի միջազգային իրադարձությանը միացել է Հայաստանի մշակութային ավելի քան 100 հաստատություն, համաեվրոպական միջոցառման հայրենիքը Ֆրանսիան է, Հայաստանը թանգարանների մեծ ընտանիքին միացել է հիմնադրման օրից 2005-ից։ Կարեն Դեմիրճյան հիմնադրամի տնօրենը պատկառանքով է մոտենում թանգարանում ժամանակավոր հյուրընկալված համազգեստին, Թամարա Սիրունյանի պապի զինվորական շինելն է, այստեղ է բերվել Մայր Հայաստան ռազմական թանգարանից։ Հայաստանի ազգային հերոսի թանգարանում այս օրերին կարելի է տեսնել հայրենական պատերազմի հերոսների ֆրոնտից ուղարկած նամակներ, լուսանկարներ, այդ օրերի մամուլի հրապարակումներ, անձնական ու այլ իրեր։ Տեղադրված են 50-ից ավելի էքսպոնատներ, լուսանկարների տեսքով, մարկաների տեսքով, փաստաթղթերի, նամակների եւ այլն։ Սիրունիկ, սիրունիկ, սիրունիկ նախշուն կաքավիկ։ Կոմիտասի նոտաներով համաժողովրդական երգ դարձած Թումանյանի կաքավիկը կատարում են Արմավիրի 6-րդ դպրոցի աշակերտները։ Եկել են տեսնելու ամենայն հայոց բանաստեղծի կոշիկը, կոստյումը, խալաթը, գլխարկը։ Հովհաննես Թումանյանի հագուստը պահոցից ցուցասրահ է բերվել թանգարանային գիշեր միջոցառման շրջանակում։ Թումանյանը չնայած տանը եւ սովորույթների մեջ ինքը արևելցի է, բայց հագ ու կապով եվրոպացի է։ Եվ շորերի շատ ու շատ բաներ եվրոպական արտադրության են։ Կոշիկները ամերիկյան են եւ այդ կոշիկները նշանավոր են նաեւ նրանով, որ Թիֆլիսում Կարապետ Բաղդասարյանը խաղացել է Համլետ, հենց այս կոշիկներն է հագել։ Էսթետ, թե տանը, թե դրսում, Թումանյանի տնային հագուստը անգամ պետք է լիներ հարդարված ու ներկայանալի, խալաթների հավաքածու ուներ, ամառային ու ձմեռային, պարսկական այս խալաթը հագել է կյանքի վերջին տարիներին, կինը Օլգա Թումանյանը, թանգարանին է նվիրել 1952-ին։ Մարդը ինչպեսին կա, այնպես էլ նրա խոսքն է եւ արտապատկերում է իր ներսը իր խոսքի մեջ եւ տեսեք գրական ժառանգությունը, որ փոխանցվել է, ինչքան ներդաշնակ է, ինչքան անզգյուտ է, ինչքան եզակի է եւ ժամանակից առաջ ընկնող։ Երեխաների սիրելի հեքիաթասացը այս օրերին կխոսի նաև Արցախի բարբառով։ Արցախի բարբառը կորստի վտանգի տակ է եւ երեխաները ինչքան մեծանան գրեթե բան չի մնա բարբառից եւ որոշեցինք անիմացիաների շարք պատրաստել 5 անիմացիաներ հասանելի են, բայց Թումանյանը մշակել է 22 հեքիաթ գրել եւ մշակել։ Մենք այդ 22-ը ուզում ենք անիմացնել։ Հրանտ Մաթևոսյան կենտրոնում ներկայացված է Թումանյանի թանգարանի հարուստ ֆոնդի չնչին մասը միայն, բայց հանճարեղ լոռեցիները նույն հարկի տակ ներկայանում են անխռով եւ առանց մեկը մյուսին խանգարելու։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։